Անհոր եւ որդվո եւ հոգին սրբո ամեն։ Եթե որևէ մեկը Աստծո վրա հավատ ունենա, մանանեխի հատիկի չափ, եւ եթե անգամ այդ դեպքում այս լեռնասի լեր վեր կաց եւ ծով մնքի եւ իր մտքի մեջ չտարածի թե իր ասածը այն ամենը ինչ որ պիտի ասի պիտի կատարվի, ուրեմն ինչ որ ասի անպայման պիտի կատարվի։ Եվ եթե աղոթքի եք կանգնում, աղոթեք, որպեսզի հավատքով ձեր խնդրածը տրվի ձեզ, բայց եթե այդ աղոթքը, որը հարատև է թեկուզ, բայց այդ հարատևության մեջ զղջում չկա, ուրեմն քո կյանքում ոչինչ չի փոխվի։ Այս միտքն էր, որ այսօրվա ավետարանից բխեց այս պահին խոսքս կառուցելու մեջ։ Ճիշտ է, այսօրվա ավետարանում մի քանի դրվագներ կային, որոնց մասին անհրաժեշտ էր խոսել, մանավանդ այն մասին, թե ինչ է նշանակում տաճարում առևտուր անել։ Շատերն այսօր թերի մոտեցմամբ, թերի մտածելակերպով, բնականաբար աղանդավորական մոտեցմամբ, միշտ ամեն անգամ իմ քարոզում այդ աղանդավոր բառը շեշտում։ Ինչի համար, որովհետև հնարավոր չէ չպատկերացնել, որ նմանատիպ թերի գաղափարները գալիս են աղանդավորական մտածելակերպերից։ Այսինքն ժողովրդի մեջ, մարդկանց մեջ, հավատացյալ մարդկանց մեջ, ուրեմն կեղծ հավատքի նշումներ սերմանողները միայն աղանդավորներ են, ուրիշ մարդ չէ, չի կարող մարդը 1750 տարվա պատմություն ունեցող հայ առաքելական եկեղեցու հետևորդը ինքն իրան ունը նստի ու մտածի, ասի, լավ, եկեղեցին ինչի են առևտուր անում։ Չկա այդպիսի մեկ մարդ քրիստոնյա, որ այսքան ժամանակ 1750 տարիների ընթացքում ինքնուրույն նստեր տունը եւ որոշել մտածել, եկեղեցին ինչի է մոմ վաճառում։ Եկեղեցին ինչի է գիրք վաճառում։ Եկեղեցին ինչի է սրբապատկեր վաճառում։ Եկեղեցին ինչի է խաչեր վաճառում։ Եվ այլ նյութեր վաճառում եկեղեցին։ Հնարավոր չէ որևէ մեկը նստեր տունը այսպիսի ձևով մտածել։ Սա գալիս է եվրոպական աղանդավորական ոսկերից, մտածելակերպերից, որ եկել սերմանել են մտցրել են այդ հավատացյալ ժողովրդի սրտի հոգու մեջ, բայց ինչպես է եղել, որ մտել է, որ պատկերացրես նայես, հա, նորից 1750 տարվա, չասեմ 2000 տարվա, այլ 1750 տարվա քրիստոնեություն ունեցող ճաշակած, կյանքի փորձ ունեցած, բավականին դառը ճանապարհ անցած, բավականին փորձություն անցած, սրբությունների, հրաշքների միջով անցած, եւ այսօր էլ ոչ պակաս մեր ազգի հպարտություն, մեր հայրենիքի հպարտություն, մեր հայ ժողովրդի հպարտություն հանդիսացող հայ եկեղեցու այն սրբավայրերն ու վայրերը, որտեղ որ մենք ուխտ ենք կատարում, այս ամեն ինչը հնարավոր չէ միանգամից այսպես մոռանալ ու անցնել քննադատության։ Թե որ շատերը այդ եկեղեցին կոչում են սուրբ, մեր սուրբ եկեղեցին է, մեր առաքելական եկեղեցին է, բայց խոսում են աղանդավորական գաղափարախոսություններ։ Առաջնորդում են աղանդավորական մտքերով։ Ինչից է սա գալիս, ինչպես կարող է մարդը միանգամից փոխվել։ Ուրեմն հենց սա ցույց է տալիս այսօրվա ավետարանից ընտրված բնաբանի նպատակն ու միտքը։ Եթե ուրեմն մենք մեր մեջ հավատք ունեցած լինեինք, եթե պահպանած լինեինք այդ հավատքը, ուրեմն ցանկացած մեկ լերանն էր, որ ասես լեր վերկաց եւ ծով ընկի, իհարկե սա փոխաբերական իմաստով է ասում, բայց յուրաքանչյուր մարդ, որ իր մեջ ունի հավատք, պետք է ճանաչի Տիրոջը, պետք է ճանաչի ճշմարտությունը։ Եթե մարդը
իր մեջ չունի հավատ կամ հավատքի թերություն ունի, շատ քիչ է աղոթում։ Ուրեմն բնականաբար ճշմարտությունը չի ճանաչի։ Եվ Աստծո իշխանությունը չի ճանաչի եւ չի կարող հասկանալ թե Աստված ինչ իշխանությամբ է գործում իր եկեղեցու միջոցով։ Եվ այդ իշխանությունը, որ տրված է եկեղեցու իշխանությանը, ինչի են կոչում ենք եկեղեցու իշխանավորներ։ Ինչի չեն կոչում եկեղեցու զուտ միայն եկեղեցու ծառայողներ։ Ինչպես այսօր շատերի մոտ այն տպավորությունն է, որ մենք որ ասում ենք, այս վերջերս էլ միտեղ արարողության էի, պտտվեց մեկը չդիմացավ։ Հարց էր տվեց, պատասխանեցի, հարց է տվեց, պատասխանեցի, հարց է տվեց, պատասխանեցի եւ պատասխանս մի քիչ ավելի վերաբարձ եղավ, մի քիչ ավելի բարձր մակարդակի եղավ, երևի ուղեղի մեջ չկարողացավ տեղավորվել, չդիմացավ, ներսից պորտքում ապրեց եւ ասեց, բայց հոգեվորականները ծառաներ են, չէ՞։ Դե ձեր ծառայություն ոչ մի ծառայություն չէ, գործ չէ, աշխատանք չէ, իշխանություն չէ, ոչ մի բան չէ, այսպես։ Ասի ծառայությունը առաջին հերթին բխում է իշխանությունից։ Եթե հավատք ունես, կճանաչես Աստծուն։ Ես ճանաչում եմ Աստծուն։ Այո, բոլորներ թվաթյալ ճանաչում են Աստծուն։ Բայց եթե ճանաչեիր խորքապես Աստծուն, ուրեմն կիմանայի Հիսուս Քրիստոս իշխանություն ուներ թե չուներ։ Ուներ։ Բայց Հիսուս Քրիստոս ինչպես եկավ ծառայել։ Հիսուս Քրիստոսի երկրային առաքելությունը ինչ էր։ Իշխանություն, це ծառայություն։ Եթե Սուրբ Գիրքը կարդացել ես, Սուրբ Գրքի մեջ բազմաթիվ տեղեր ասում է. Ես եկա ձեզ ծառայելու։ Ինչ է, ուրեմն Հիսուս Քրիստոս որ ասում է, ես եկա ձեզ ծառայելու։ Նշանակում ինքը ծառա է, նշանակում է ընկավ թագախտը, նշանակում է թե ուրեմն բռնեցին Քրիստոսին ու սկսեցին ծաղկել, այո, հերյա ժողովուրդը հենց այդպես է մտածում էր։ Երբ որ Քրիստոս անընդհատ շոշափում էր ասում էր, ես եկա ծառայելու, ես եկա ձեր մեջ, իբրև ծառա, դու եք ձեր մեջ մեկը մյուսիդ եղեք ծառա, հերյա ժողովուրդը այսօրվա մեր այս ժողովրդի նման մտածում էր, ասում էր, դե եթե ինքն է ասում ծառա է, բերեք հացք տանք, բերեք ծեծեք, բերեք բանդարկեք, բերեք ջարդեք, փշրեք, խաչեք, է որովհետև եթե ծառայում են մեր ոտների տակից եղել, այսպես էլ մտածում էր հրյա ժողովուրդը, ինչպես այսօր նույն կերպ մտածում է մեր ժողովուրդը հոգևորականների նկատմամբ, եթե հոգևորականները ծառայեն, ուրեմն բերեք ոտներս մաքրեք, բերեք։ Սա տգիտության գագաթնակետ է։ Ուրեմն հոգևորականը ծառա է, այո, բայց ոչ մարդկանց, այլ միայն Աստծուն։ Այդ իշխանավորն է մարդկանց, Աստծո կողմից նշանակված։ Սրա տարբերությունը պիտի զգա, ցանկացած մեկ հավատացյալ։ Դրա համար, եթե ունի իշխանություն, ուրեմն նշանակում է, թե սովորական մեր մտածած ծառայությունը չէ, այն ծառայությունը, որ մեր մատուցում է, սովորաբար ինչ-որ մեկի ենթակայության տակ լինելով, ուրեմն այդ ծառայությունը չէ, եկեղեցին, եկեղեցականը ժողովրդի ենթակայության տակ չէ, ժողովրդի իշխանության ներքո չէ, ժողովուրդը իշխանություն չունի հոգևորականի վրա, այլ հոգևորականն ունի իշխանություն ժողովրդի վրա։ Ժողովուրդը չի կարող դատել օդյալ հոգևորականին, ինչքան էլ որ ուզում է, այդ դատաստանի իրավունքը տրված է հոգևորականին, դատելու, բանդարկելու, դժոխք ուղարկելու մարդուն։ Այդ ամբողջական իշխանությունը միայն ունի հոգևորականը։ Քանի որ եթե տեսնում ես տվյալ օծությունը, եթե հավատում ես Աստծուն մանանեխի հատիկի չափ, ուրեմն պետք է նաև հավատաս, որ այդ Աստված ուներ իշխանություն
Եվ տվել է այդ իշխանությունը փոխանցել է այն արարածներին, այդ մարդկանցից, որ նա ընտրել է։ Վերցրել է, ընտրել է։ Բնականաբար լինում է այդ ընտրությունը երբեմն մարդը չի գնահատում, թեկուզ եւ հոգեվոր դասի մեջ, ոմանք չեն գնահատում, եւ ընտրությունը ոտնահարում է, ինչի արդյունքում անգամ ոտնահարում է Սուրբ Հոգու շնորհը։ Շատ հոգևորականների մեջ կարող է լինել։ Ինչի համար, որովհետև թերի մարդ է։ Իր էությամբ նա թերի մարդ է։ Հետո ինչ որ Աստված իշխանություն է տվել կամ հույս է դրել տվյալ մարդու վրա։ Մարդն էլ կարող է թերանալ։ Մարդն էլ կարող է հիվանդ, բժիշկը չի հիվանդանում։ Բժիշկը միշտ առողջ է։ Հետո ինչ որ ինքը գիտնական է։ Հետո ինչ որ ինքը իր ձեռքով հարյուրավոր, հազարավոր մարդիկ ուժում են։ Բժիշկը չի հիվանդանում, հիվանդանում։ Եվ մինչև անգամ բժիշկը, որ հիվանդանում է, այն բժիշկը, որը որ հարյուրավոր մարդկանց խրատով, որդորներով, դեղորայք նշանակելով, չգիտեմ, վիրահատություն անելով, բժշկելով մարդկանց կյանքերը փրկել, անգամ այդ բժիշկը, երբ որ ինքը հիվանդանում է, ինքն իրան չի կարող փրկել։ Անգամ այդ բժիշկը, երբ որ հիվանդանում է, ավելի տկար է, քան այն տկար հիվանդը, որ միշտ եկել է իր մոտ։ Հիմա նույնն է հոգևորականն է, հոգևորականն է հիվանդանում։ Եվ տկարանում է այնպես, որ ամենատկար հավատացյալը գլուխը քարնում է։ Սա այլ հարց է, բայց եթե յուրաքանչյուր եկեղեցու իշխանություն ընդհանրական է, մենք պատարակ ենք տալիս, չէ պատարակի մեջ ասում ենք ընդհանրական եկեղեցի։ Ուրեմն ընդհանրական է անգամ այդ իշխանությունը, նրա ներսում գործող իրավունքները, նրա ներսում գործող բոլոր տեսակի կանոնադրություններն ու սկզբունքները։ Հետևաբար այն ինչ որ ծառայում է տվյալ եկեղեցուն, ուրեմն ծառայում է Աստծուն, որովհետև միշտ շատ հաճախ ասել են, չէ Պողոս Առաքյալի շուրթերով, որ եկեղեցին Աստծո մարմինն է, այն ամենը ինչ որ ծառայեցնում ենք եկեղեցուն, ծառայեցնում ենք Աստծո մարմնին, իսկ եթե ծառայեցնում ենք Աստծո մարմնին, այնտեղ չի կարող բացասական բան լինել։ Հետևաբար կամ հասնեմ այն մտքին, որ եթե եկեղեցուն որևէ մեկ առևտուր է իրականացվում, այդ առևտուրը ծառայում է եկեղեցու մարմնին, դա չի կարող նմանեցվել Աստվածաշնչի այսօրվա անգամ այն դրվագին, որտեղ ասում էր, որ Քրիստոս մտավ տաճար, բոլոր լումայապողների, աղավնավաճառների, առևտուր իրականացնողների սեղանները շուռ տվեց եւ ասեց, սա աղոթքի տուն պետք է կոչվի։ Իսկ դուք ավազարդների որ չեք դարձվել այն։ Ինչի համար այսպես պետք է տարբերենք, ուրեմն եթե մեր մեջ հավատ կա, այդ հավատքը չի մեռել, եթե մենք աղոթքով զորացնում ենք այդ հավատքը, անընդհատ սնուցում ենք այդ հավատքը, ուրեմն պետք է ճիշտ հասկանալ, ընկալել Աստվածաշնչի խոսքը, այն ամենը ինչ որ ծառայում է Աստծուն, պետք է ծառայեցնենք Աստծուն, իսկ այն ամենը ինչ որ ծառայում է կայսրին, ուրեմն դա Աստծունը չէ, դա կայսրինն է, ուրեմն պետք է սրանք տարբերենք։ Ուրեմն եթե որևէ մեկ տաճարում կամ դրսում կամ որևէ մեկ վայրում, եթե առևտուր է իրականացվում, բայց այդ առևտուրից անգամ 1 գրամ, 1/10 դրամ եկեղեցու մարմնին չի ծառայում, այսինքն դա անհատ ձեռներեցի բիզնես է, անհատ մարդու կատարած գործ է, անհատ մարդու գրբանն է մտնելու այդ գումարները։ Ուրեմն նշանակում է, թե եթե մի բան եկեղեցու չի տրվում, եթե ոչինչ եկեղեցու համար չէ, ուրեմն նշանակում է այդ դա ապօրինի առևտուր է, անարգանք է Աստծո տաճարի նկատմամբ։ Բայց այն ամենը ինչ որ ծառայում է տաճարին, ծառայում է հոգևոր իրականությանը, ծառայում է հոգևոր առաքելությանը, Աստծո առաքելությանը, քարոզին, Աստծո վարդապետությանը եւ այլն, ուրեմն նշանակում է դա չի կարող լինել առևտուր, դա չի կարող լինել ավազակություն, դա չի կարող լինել այն, ինչ որ Աստվածաշնչում Քրիստոս շեշտեց։
Որովհետև երբ որ Քրիստոս մտավ տաճար, ինքը ինչ տեսավ տաճարի մեջ։ Տեսավ, որ այս սրանք առևտրով զբաղվում են, հեռվից ինքը նայել էր։ Երկար նայեց, նոր չմտավ ու մի անգամից շուտ տվեց։ Մտավ հեռվից նայեց, մի հատ այս կողմը նայեց, տեսավ ինչ առևտուր է իրականացում, մի հատ այն կողմ։ Տեսավ, որ բոլորը չարչի նման գրում քաշում են իրենց, բայց ոչինչ չեն տալիս տաճարին։ Տաճարի գանձանակի մեջ ոչինչ չեն գցում։ Տաճարի սպասավորներին ոչինչով չեն օգնում։ Տաճարի հոգևոր կյանքի զարգացմանը ոչ մի նշույլ չի ցուցադրվում այդ առևտրով։ Ինչպես որ օրինակ շատ հաճախ կտեսնենք ուրիշ անգամներ է եղել ասել են տոնական օրերին, երբ որ իջնում ես Կիրովով դեպի 7 վերք եկեղեցի, ով ինչ տեսակի առևտուր ասես, եկեղեցու անվան տակ, եկեղեցու շենքի տակ, եկեղեցու շենքի տակ, ստվերի տակ, տվյալ տոնին վերաբերող մեկը շիշ է վաճառում, մեկը մոմ է վաճառում, մեկը խաչ է վաճառում, մեկը հումք է վաճառում, մեկը ծառ է վաճառում, ծաղկազարդի տոնին։ Իսկ սա ինչ է, հենց սա է այն առևտուրը, որը որ քննադատեց Հիսուս Քրիստոս։ Այս սրա մասին էր խոսքը։ Ոչ թե տաճարի ներսում կատարվող մոմավաճառություն կամ գրավաճառություն, որտեղ այս ամեն ինչը ծառայում է եկեղեցու կյանքի զարգացմանը։ Իսկ դրսում չարչիների մոմ վաճառելը, ծառ վաճառելը, խաչ ու չգիտես ինչ է վաճառելը, դա ընդհանրապես եկեղեցու ոչ մի բան։ Ընդամենը եկեղեցու անվան տակ իրենց բիզնեսը զարգացում, իրենց գրպաններն են լսում, իրենց ստամոքսներն են լսում։ Ըստ սրանք պետք է տարբերել։ Իսկ սա ինչպես պետք է տարբերել հավատքը։ Եթե մեր հավատքը զորավոր լինի, ուրեմն աշխարհ շուրջ կտանք։ Եթե մեր հավատքը զորավոր լինի, յուրաքանչյուր իրավիճակ նայելիս կտարբերես Աստվածաշունչն էլ ճիշտ իմանաս, Աստծո խոսքն էլ ճիշտ իմանաս, Աստծո խոսքը կարդացած լինես, որտեղ մեր ժողովուրդը Աստծո խոսքը չի կարդում, բայց քննադատելուց քննադատում։ Լսել է, ինքը չի կարդում, Աստծո խոսքը ինքը լսել է, իմացել է։ Այսօր թեև կարող է շատ մարդիկ լինեն, որ Աստվածաշունչի էջերը թերթեն, բայց այն հատվածներն են իրենց դուր գալի, որը որ իրենց շահով է հետապնդված։ Իրենք դրա մեջ շահ են տեսնում։ Բայց այն ամենը ինչ որ իրեն պետք է քննադատի, իրենք այդ հատվածները թերթում են։ Չեն կարդում, կամ այդ ուղերձները չմտնում։ Բայց եթե դու Աստվածաշունչը ճշտորեն կետ առ կետ անգիր գիտես, ցանկացած իրավիճակ, երբ որ հանդիպում է քեզ, եթե հավատքը զորավոր է, եթե աղոթքը տեղին է, ուրեմն այդ իրավիճակը միանգամից կկշռադատես։ Այսինքն աշխարհ շուրջ կտաս։ Այսինքն նշանակում է, թե այդ լեռանը, որ ասես լեռ վերկած եւ ծով ընկիր, եւ մտքի մեջ չտարածես, անպայման կկատարվի։ Նույն բանն է, այս կյանքում, եթե դու տեսնում ես ու հավատքով մոտենում ես, դրա ճշմարտությունը աչքերի դառը չկարես։ Դրա իրականությունը աչքերի դառը չկարես։ Միանգամից տարբերում ես, որն է կեղծիքը, որն է իրականությունը։ Պողոս առաքյալն այսօրվա Կորինթացիների 11-ի մեջ ասում է, հələ մի հատ քննեք ինքներիցս։ Հələ տեսեք, առաջվա հավատքի մեջ եք թե չէ։ Այսօր էլ է կոչում Հիսուս Քրիստոս մեր Աստվածն է։ Այսօր էլ է ասում հայ առաքելական եկեղեցի մեր սրբությունն է։ Այսօր էլ է ասում մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր սա, մեր նա, մեր քրիստոնեությունը, մեր պատմությունը, մեր քրիստոնեական արժեքները, մեր քրիստոնեական սրբությունները այսօր էլ ենք ասում, բայց արդյոք նախկին հավատքի մեջ ենք, թե շեղված հավատքով ենք այս արտահայտությունները կատարում։ Որովհետև բոլորս էլ գիտեք, որ եթե գալիս եք մայիսյան օրինակ պատարագի, բոլորս էլ գիտենք, որ այն եկեղեցին պետք է գնանք, որը կոչվում է Սուրբ Աստվածածին, 7-րդ դարի պատմական եկեղեցի, բոլորս էլ գիտենք, բոլոր մայիսյանցի օրինակ գիտեն, բոլորը տեղյակ են, իրենց եկեղեցու մասին գիտեն, բայց արդյոք նախկին հավատքի մեջ, այն հավատքի մեջ, որ իրանց պապերն են ունեցել,
Ում էլ կանգնես հարցնես, ասես քո գյուղի եկեղեցու անունն ինչ է, գուցե ասի Սուրբ Աստվածած, կամ որ ասես թե որ դարի եկեղեցի միանգամից գլուխ գովանով կասի 7-րդ դարի եկեղեցի, ամենահին եկեղեցիներից է։ Հին ժամանակում կոչվել է Օրտակինի Սար, չգիտեմ եւ այլն։ Հիմա էլ կոչվել է Սուրբ Աստվածածը, ու ավանդություններ կպատմեն, չգիտես ինչեր դրվագներ կպատմեն։ Կիսա հեքիաթային բաներ կարող է պատմեն, կիսա ճշմարիտ բաներ կարող է պատմեն։ Բայց նվիրած մարդը արդյոք այդքան բան իմանալով հանդերձ նախքին հավաքի մեջ է, ինչպես որ իր բաբերն են եղել։ Որովհետև հարյուրավոր մարդիկ կան, ես կասեի հազարավոր անգամ, որ թեկուզ իրենց գյուղի մեջ է եկեղեցի, ուրիշ անգամ է եղել ասել եմ այս մասին, որ իրենց գյուղի մեջ է եկեղեցի, բայց իրենց այդ գյուղի եկեղեցի տեղ երբեք չեն գնաց։ Ոչ մի ծեսի, ոչ մի արարողության, ոչ մի խորհրդակատարության մասնակից չեն դարձել։ Գրեթե ամեն կիրակի այստեղ պատարակ է մատուցում։ Պատարակ է մատուցում գրեթե ամեն կիրակի։ Գրեթե բոլոր տոնական խորացված արարողակարգներն ու խորհուրդներն այստեղ կատարվում են։ Բոլոր տեսակի ծիսական առաքելություն այստեղ կատարվում է։ Ամեն տեսակի տոնակատարություններն ու ամեն տեսակի միջոցառումներն այստեղ կատարվում են։ Օրինակ եմ ես ընդհանրապես բերում Մայիսյան գյուղի բնակչության քանի տոկոսն է դրանից տեղյակ ու մասնակից։ Տեղյակ են, այնպես չէ որ տեղյակ չէ։ Բայց քանիսն են մասնակից։ Շատ քիչ մարդիկ։ Շատ ընդհանրապես 0.5% միշտ։ Հիմա այդ մարդիկ, ովքեր որ անգամ իրանց գյուղի եկեղեցին են ալարում գալ, ինչպես կարող է այդ մարդը խոսել ճշմարիտ հավատքից։ Ինչպես կարող է ինքը խոսել ճշմարտությունից։ Ինչպես կարող է ինքը կշռադատել ճիշտ։ Թե եկեղեցին ճիշտ է քարոզում, թե ճիշտ չի քարոզում։ Ինքը ինչպես կարող է բնութագրել տվյալ եկեղեցու հոգևորականին։ Եթե ինքը տվյալ եկեղեցու հոգևորականի 13 տարվա նշանակված հոգևորական է ստեղ, 13 տարի ինքը երբեք նրա քարոզը չի լսել։ 13 տարի նրա կատարած տեսնցակարգ ինքը չի մոտեցել, չի ճաշակել։ Խորհրդակատարությունների բաժնեկից ու հաղորդակից չի դարձել։ Իսկ Պողոս Արաքյալն ինչ է ասում։ Ողջուն տվեք մեկը մյուսին սուրբ համբույրով, Սուրբ Հոգու հաղորդության մեջ մնացեք։ Սուրբ Հոգու հաղորդությունը ինչպես է։ Հերվից տունը նստած։ Ինչպես են հասկանում եկեղեցին ճիշտ է խոսում, չէ թե չի։ Ինչպես պիտի հասկանան, եթե այդ Սուրբ Հոգու հաղորդության մեջ չենք։ Ինչից է որ եկեղեցու ներսում գտնվող հավատացյալները, որոնք որ մշտապես Սուրբ Հոգու հաղորդության մեջ են, այսինքն պատարակվում են պատարակի հաղորդությամբ միասին մեջ, գրեթե բոլորը նույն գաղափարն են։ Գրեթե բոլորը նույն ձև են մտածում։ Գրեթե բոլորը նույն ձև են գործում։ Շատ քիչ մարդիկ կան, որ տարուբերվում են իրենց գաղափարների մտքերի մեջ։ Այդ ինչպես է։ Որովհետև այդ Սուրբ Հոգու հաղորդությունը թույլ չի տալիս, որպեսզի դուրս գաս քո հավատքից իրից։ Թույլ չի տալիս, որ դու այլ գաղափարներ ունենաս, այլ մտքեր ունենաս, սխալ ճանապարհներով ընթանաս։ Իսկ նրանք, ովքեր այդ Սուրբ Հոգու հաղորդության մեջ չեն, ուրեմն նրանք ճշմարտությունը չեն կարող ճաշակել, չեն կարող ճանաչել, ինչքան էլ գիտնական մարդիկ լինեն, ինչքան էլ լծված լինեն կրթությամբ ու գիտությամբ, ինձանից առավել գիտելիք ունենալ։ Միևնույն է, տվյալ մարդը չի կարող լինել ճշմարիտ հաղորդակցության մեջ։ Ինքը Աստծուն ճիշտ չի կարող հասկանալ։ Ինքը եկեղեցին ճիշտ չի կարող հասկանալ։ Եկեղեցու կանոնադրությունն ու օրենքները ճիշտ չի կարող հասկանալ։ Ինքը ճիշտ չի կարող ընկալել հոգևորականը ճիշտ է խոսում թե ոչ։ Ճիշտ է գործում թե ոչ։ Եվ այդ նույն ոչ հաղորդակցության մեջ գտնվելու արդյունքն է, որ այսօր մեր թեմի առաջնորդը բանդարված է։ Որտեղ մարդիկ, ովքեր որ երբեք եկեղեցու հաղորդակցության մեջ չեն եղել, բայց պատերի տակը խոսում են Սուրբ Հոգուց, պատերի տակը խոսում են ճշմարտությունից, ամբիոններից խոսում են
եկեղեցու սրբությունից, հավատքի պահպանությունից, մեր ինքնությունից եւ այլն։ Բայց այդ մարդիկ, քանի որ Սուրբ Հոգու հաղորդության մեջ չեն, չի կարող այդ մարդկանց մեջ հավատքը այնքան զորավոր լինի, որ իրավիճակ տարբեր է։ Ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Արդյոք հոգևորականը, որ բողոքում է, բողոք է բարձրած, այդ բողոքը ճիշտ է թե չէ։ Արդյոք այդ խոսքը քաղաքականացված է, թե հոգևորականացված է։ Որովհետև այսօր ամեն ինչից խոսում ես, ասում քաղաքականություն։ Ինքնությունից խոսում ես քաղաքականացված է։ Հոգևորից խոսում ես քաղաքականացված է։ Մտահոգությունդ հայտնում ես քաղաքականացված է։ Երկրիդ, հայրենիքիդ մասին մտածում ես քաղաքականացված է։ Ինքնությանդ մասին խոսում ես քաղաքականացված է։ Ապագայիդ մասին խոսում ես քաղաքականացված է։ Սերունդիդ սրբապահծված լինելու մասին խոսում ես, ասում քաղաքականացված է։ Ինչից խոսում ես, ասում քաղաքականացված է։ Այս ժողովուրդը ուրիշ բան չգիտի։ Քանի մեր մենակ դա է մտածում։ Որովհետև այս ժողովուրդը բոբիկ է հոգևորից։ Հայ ժողովուրդը բոբիկ է հոգևորից։ Բացարձակապես տկար է հոգևորի մեջ։ Նա ավելի շատ ծառայում է սատանային, քան Աստծուն։ Աստծուն միայն կարող է ծառայել եկեղեցու մեջ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության ժամանակ։ Այն հավատացյալը, ով որ իրեն քրիստոնյայի համարում հավատացյալ համարում, բայց ինքը երբեք Սուրբ Հոգու հաղորդակցության մեջ չէ, հայ առաքելական եկեղեցու մեջը, ոչ թե դուրս, այլ մեջը։ Պատարակներին հաղորդության մեջ չէ, պատարակներին ավետարանի խոսքի ճշմարիտ քարոզության մեջ չէ, Քրիստոսի խոսքը չի ճաշակում։ Այդ հավատացյալը հավատացյալ չէ։ Այդ հավատացյալը չի կարող ճշմարտությունը ընդունել այնպես, ինչպես որ ընդունում է եկեղեցի մեջ գտնվող հավատացյալը։ Որովհետև ինքը զրկված է, կապից կտրված է, թելը կտրված է։ Ուսի եւ եկեղեցի մեջ կատարվող ցանկացած իրադարձություն իր համար խորթ է։ Իր համար խորթ է դառնում։ Օրերից մեկ օր տարուբերվող իր հավատքի պատճառով, քանի որ ինքը թույլ հավատ ունի, արտաքին շղաշով է պատված, եվրոպացի ինչ-որ մի քարոզիչ, ինչ-որ մի ուղեղակեր, հոգեգող, կգա քեզ կասի, գիտես ինչ, այդ եկեղեցու մեջ որ մոմը վաճառում է, դիտերները դնում են իրաց գրպան։ Այդ մոմը որ վաճառում է, դա առևտուր է, դա խայտառակում է, դա սուրբ գիրքը չի թույլ տալիս։ Ինչպես, բտես, նայ Մարկոսի ավետարանը բացել կարտա։ Ինչ է ասում Քրիստոս։ Քրիստոս մտավ տաճար, բոլոր առևտուրանողներին դուրս շպրտեց ու ասեց՝ իմ հոր տունա, ոտքի տուն։ Հայրը ճիշտ է ասում։ Մի անգամից, այսինքն ինքը քանի որ կտրված է, թելից գծից կտրված է։ Արևը հետ շողած չորա։ Քանի դեռ արև չկա, ինքն իրան մաքուր ազնիվ կանաչ թփի տեղ է դնում։ Բայց երբ որ արևը իրան խանձեց արեց, այսինքն եվրոպացի աղանդավորն եկավ իրան քարոզեց, մի անգամից չորանալու է թափի, որովհետև ոչ արմատ ունի, ոչ էլ հիմք ունի, ընդամենը ուստած մի հատ տեղ է։ Ժամանակավոր։ Իսկ այն եկեղեցու հավատացյալը, ով որ մշտապես սնուցվում է ճշմարիտ արմատից, հիմքից է սնուցվում, ինքը չի կարող շեղվել։ Իրան ով ուզում է քարոզի, ինքը երբեք գիտի, որ սա է ճշմարիտ։ Որտեղ ինքը կշարադատով է, որ ինքը մեծագույն հավատ ունի, ինքը գիտի, որ իր հավատքով աշխարհ կարող է շուտ տալ։ Եվ վերջը այդ հավատքով ինքը ներել գիտի։ Որտեղ ամենամեծագույն բանը մարդու մեջ արժեքը ներողամտությունն է։ Ներելն է։ Եթե դու ասում ես հավատ ունես քո մեջ եւ ուզում ես Տիրոջ Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մեջ լինես, բայց որևէ մեկի նկատմամբ խնդիր ունես ու այդ խնդիրը լուծած չէ, դու չես կարող խոսել ճշմարտությունից։ Եթե մի մարդ ադում է դիմացինին, եթե մի մարդ չի սիրում դիմացինին, եթե մի մարդ սև ու սպիտակ է բաժանում, եթե մի մարդ ցեխ է շպրտում դեռ հարևանի վրա, բարեկամի վրա, ազգականի վրա, հայրենակցի վրա,
Ինչպես կարող է ինքը խոսել սրբությունից։ Ինչպես կարող ենք խոսել ճշմարտությունից, մի բան քննադատի այդ սրբության մեջ գտնվող օրենքները։ Եվ որ ինքը դրան հաղորդակից չէ, դրան մոտ չէ։ Ինքը ատելության լցված մարդ է։ Ինչպիսին այսօր մեր ազգի մեծամասնություն։ Հաղորդակցության մեջ չէ Սուրբ Հոգու հետ, բայց խոսում են ճշմարտությունից, խոսում են իրականությունից, խոսում են իշխանությունից, խոսում են դիրքից, դրվածքից, հավատքից, սրբությունից, եկեղեցու ճշմարտությունից։ Դե որն է եկեղեցու ճշմարտությունը, եթե դու դա չէ, դրա օրենքները չես ընդունում, մինչև անգամ որոշում ես դրա օրենքներն էլ փոխեց, բա այդ ճշմարտությունը որն է, եթե Սուրբ գրքից չէ, եկեղեցու հայրերից չէ, եկեղեցու սրբերից չէ, մարգարեներից չէ, Սուրբ Հոգուց չէ, Աստծուց չէ, բա ումից է, քո ճշմարտությունը, բա ումից է։ Դու ինչ ճշմարտության մասին ես խոսում, ինչ հավատքի մասին ես խոսում, ինչ քրիստոնեության մասին ես խոսում։ Եթե քո քրիստոնեությունը նայում ես Սուրբ գրքից, չի բխում։ Եթե քո գիտեցած քրիստոնեությունը Աստծո խոսքից չի բխում։ Եկեղեցու ինքնությունից չի բխում, եկեղեցու ավանդությունից չի բխում, եկեղեցու օրենքներից ու կարգերից չի բխում, եկեղեցու քարոզածից չի բխում, 1750 տարվա եկեղեցու ժառանգությունից չի բխում, Սուրբ Հոգուց չի բխում, ոչինչից չի բխում, բա քո ճշմարտությունը որտեղից է։ Հենց այդ նույն հարցն էլ Քրիստոսին էին տալիս, ասում էին, կարաս ասես քո իշխանությունը, ճշմարտությունը քարոզածը որտեղից է։ Եվ որովհետև իրան չէին ճանաչում։ Իրանք գիտեին, թե այն ամենը ինչ որ Քրիստոս անում է, դա Աստծուն դեմ է։ Եվ Քրիստոսը ասում ես ձեզ մի հատ օրինակ բերեմ, մի հատ հարց տամ։ Հովհաննես մկրտչի քարոզությունը, մկրտությունը ումից էր։ Աստծուց է թե ժողովրդից։ Հրյա ժողովուրդը նստեցին, մտածեցին, այդ նույն իշխանությունից խոսացողը, նույն հավատքից խոսացողը, ճշմարտությունից խոսացողը, Աստծուց խոսացողը նստավ մտածեց։ Էլա որ ասեմ Հովհաննես մկրտչի իշխանությունը, մկրտությունը Աստծուց է, պետք է մեզ ասի, այն չի չհավատացի։ Ասենք մարդկանցից է, մարդկանցից եք վախենում։ Որտեղ մարդկանց հավատացնել են, որ այս մարդու արաշքը վատ է։ Այս մարդը Աստծուց չէ։ Չկարողացան պատասխանել։ Դարձյալ ասում թե չգիտեք։ Որտեղ ժողովուրդը տվյալ մարդու ճիշտ մարդ էին համարում, իսկ իրենք էլ չէին կարող ցեր շպրտել տվյալ մարդու։ Չկարողացան դարձյալ Քրիստոսին ասի, չգիտեք։ Քրիստոսը ասաց, որ ես էլ չեմ ասի այնքան ժամանակ, թե իմ իշխանությունը, ճշմարտությունը ումից է, մինչև որ խելքի չկա, մինչև որ դարձի չկա։ Հիմա այս խոսքը այսօր մեր ազգին լավ սազում, լավ, շատ ընդիր սազում։ Այն մարդիկ, ովքեր խոսում են իշխանությունից, դիրքից, դրվածքից, ժողովրդավարությունից, խոսում են ժողովրդի կողմից ընտրված լինելուց, խոսում են ճշմարտությունից ու հավատքից ու սրբությունից, այդ մարդիկ այսօր դատում են տվյալ եկեղեցու իշխանավորին, ասելով քո իշխանությունը ումից է, Աստծուց չէ։ Հիմա նույն հարցն է մենք ենք տալիս այդ մարդկանց։ Հարգելի սիրելիս, դու որ չես համարում, որ ես իշխանություն չունեմ, դու որ չես համարում, որ ես հոգևորական չեմ, դու որ չես համարում, որ ես Աստծոյալը չեմ, կարամ իշխանություն ունենալ քո հոգուդ վրա, դու որ այդքան բանը չես պատկերացնում, ուղեղդ այդքան չի կտրում։ Հիմա նույն բանները ես քեզ հարց տամ։ Աստծուց տրված այն իշխանությունը, որը որ տրված է այս եկեղեցու սկսած ամենափոքր հոգևորականից մինչև ամենամեծ։ Այդ ամեն ինչը ումից է։ Այսքան ժամանակ 1750 տարի դու ճանաչում ես այդ եկեղեցին։ 1750 տարի սերնդեսերն ձեռնադրաբար, ձեռնադրվել եկել հասել եք ես։ Լավ, եթե դու չես համարում, որ ես հոգևորական չեմ, ես ճշմարիտ մարդ, բա իմ իշխանությունը ումից է։ Մարդկանցից։ Իսկ եթե մարդկանցից, բա մարդիկ խոսում են, բա պայքարում են, բա ասում են այդ մարդիկ։
հոգևորականի կյանք կեսադրությունը։ Բա պայքարի երան, բնչի չլսեցին այդ մարդկանց խոսքը։ Իսկ եթե համարում ես Աստծուց, իսկ եթե Աստծուց է, հա ինչ իրավունքով ես դատապարտում տվյալ հոգևորականը։ Ուրեմն Քրիստոսի խոսքը արդիական է բոլոր ժամանակներում, ամեն ժամանակ կարելի է ի ցույց տնել։ Ինչ որ այսօր մեր հասարակության մեջ ցանկացած մեկը կա։ Ուրեմն երբ որ խոսեցին մարդու հետ ասում, բայց դու ծառայեք չէ ասում։ Ես ծառայեմ ոչ թե քո առաջ, այլ ծառայեմ Աստծո առաջ։ Քանի որ Աստծո իշխանություն ունի, իսկ եթե որևէ մեկը Աստծո իշխանություն ունի, ուրեմն նա չի կարող լինել ավելի ցածրի, ավելի խոնարհի, ավելի աշխարհիկի, ավելի աշխարհականի ծառա։ Այլ կարող է լինել ընդամենը հոգու հսկիչ, առաջնորդող, բայց ոչ ծառա։ Դրա համար Սուրբ Գրքի խոսքը այսօր ևս մեկ անգամ մեզ մի բան է ապացուցում, որ մենք մեր հավատքի ծիրից դուրս ենք, մեր հավատքի ճանապարհից դուրս ենք, շեղվել ենք, վաղուց ենք շեղվել։ Մեր պատկերացրած հավատքը այն հավատքը չէ, որ Սուրբ Գիրքը մեզ փոխանցել է։ Մեր իմացած հավատքի ձևը, քրիստոնեության հավատքի ձևը, մեր իմացած վարդապետության ձևը, մեր իմացած եկեղեցին մեր պատկերացրած։ Այն չէ, ինչ որ մենք պատկերացնում ենք, որովհետև այդ եկեղեցու իշխանությունից, այդ եկեղեցու ճշմարտությունից, իրականությունից մենք դուրս ենք եկել, այդ հավատքից մենք վաղուց ենք դուրս եկել։ Եվ ուզում ենք հետ վերադառնանք, չենք կարող, ինչի համար, որովհետև մեր մտքերը դու չի տալիս, որովհետև մենք դեռ ողակալություն ունենք մեկս մեկի նկատմամբ, իբրև ազգ, իբրև հայ։ Դրա համար Աստված ճշմարտությունը մեր առաջ չի բացվում։ Իսկ Քրիստոս ասում է, այն մարդը, ով որ սուրբ հաղորդության մեջ է, այն մարդը, ով որ Աստծո հետ է, ով որ ճաշակում է Աստծո սուրբ խորհուրդը, ուրեմն նա է, որ կարող է ճանաչել Տիրոջ կամքը։ Իսկ ով որ դրա մեջ չի կարող ճանաչել Տիրոջ կամքը։ Ուրեմն բերեք իրապես մենք էլ գիտակցաբար ճանաչենք Տիրոջ կամքը սուրբ հաղորդության ճանապարհով։ Այն գիտակցումը, որ Աստված միշտ մեզ հետ է, մեր մեջ է, բայց այդ Աստված կարող է լքել մեզ, մշտապես չի կարող կեղտի մեջ մնալ։ Ոնց որ որևէ մեկ մարդ կեղտոտ տան մեջ երկար չի կարող մնալ։ Կփախչի վերջը, օդ կգա, չէ։ Պետք է մաքրես այդ տունը։ Ուրեմն մենք էլ մեր ներսը պիտի մաքրենք, որ Աստծո կարողանանք բնակեցնել։ Եթե մեր ներսը չմաքրվեց, Աստված մեր մեջ չի մնա։ Եվ ամեն անգամ, երբ որ ուզենանք Աստծուն կանչել, ինչքան էլ ուզում ես ասա Աստված բարի է, ինչքան էլ ուզում ես ասա Աստծո բույրը ուրիշ է, Աստված ուրիշ բույր ունի, ուրիշ գեղեցկություն ունի, ուրիշ շինություն ունի, միևնույն է, երբ որ աչքերը լավ 4 բոլորդ որ կեղտոտ է, անգամ այդ ժամանակ այդ Աստված քո աչքին կեղտոտ կերե։ Ուրեմն քո 4 բոլորդ պետք է մաքրես, որ տանը գեղեցկությունը դու տեսնես, որ նոր գնահատես Աստծո փառքը։ Այլապես այդպես էլ չես ճանաչի Աստծուն։ Ուրեմն թող Տիրոջ կամքով յուրաքանչյուր մարդու հոգի ազատագրվի մեղքի ճիրաններից, սրբագործվի, սրբավի, մաքրվի աղբից։ Եվ Աստված գա եւ բնակվի մեր մեջ, որպեսզի մենք էլ այնքան հավատ ունենանք, այնքան ճանաչենք Աստծուն, որ ցանկացած մեկ իրավիճակում լեռ կլինի, ինչ կլինի, երբ որ մենք էլ մեր խոսքով հրահանգենք այդ լեռանը լեռ վերկացեցող ընկիչ, եւ մեր մտքի մեջ որ չտարածենք մեր հավատքը ճշմարիտ է, ուրեմն այնինչ որ խնդրենք անպայման կատարվի մեզ։ Դրա այսօր մենք խնդրում ենք չի կատարվի։ Իրականություն չի դառնում, մերնում ենք խնդրելով։ Տեր Աստված, այս ինչ բան է, այսպես արա խնդրում ենք, այս մեկ է սիրեցիք մեզ որ դա չի կատարվում։ Ինչի համար, որտեղ մեր ներսը կեղտոտ է։ Մեր ներսը մաքուր չէ։ Աստված չի կարողանում գա բնակվի, նստել ուտեղ չունի։ Գալիս է տեսնում է աղբն է, որտեղ նստի։ Դիմակ լեսոր, ակորը մակուր, տաս էդ մարդը նստի։
Հիմա բերեք այս ակորդների վրա աղբը լստեինք, մի ճաշը լստենք, այս ակորդների վրա ասենք, արի նստենք, կնստից, չես նստի։ Դրա համար քո ներսում է պետք է այդ աղբից մաքրես, որ Աստված կա բնակը, որ դիմես, Աստված է լսի։ Ուրեմն թող այդ մաքրությունը առաջնորդի մեր ներսում գիտի, որովհետեւ Աստված կա եւ բնակվի մեր մեջ հավիտենալիս եւ Սուրբ Հոգու հետ հաղորդության մեջ պահի մեզ։ Այժմ եւ հավիտյանս։ Երկու հուրն